Դուք արդար եք համարում ընտրությունները։ Ընտրությունը չպետք է կայանալ։ Ինչու՞, որովհետև սա պետական խորհրդարանական ընտրություններ, ամսի 7-ին ճիշտ է։ Իսկ ինչ գործ ունի 90% մասնավոր հատվածը պետական խորհրդարանական ընտրություններ, դες բան չկա, հա։ Հայաստանում այսպես կոչված, սա արևելյան Հայաստանն է, ճիշտ է։ Եթե գոյություն ունի արևմտյան Հայաստան, ապա գոյություն ունի նաև արևելյան Հայաստան։ Իսկ ուր է կորել այդ արևելյան Հայաստանը։ Տեսեք, ես բարձ հարց տվեցի, ընտրությունները արդար էին թե ոչ։ Նոր ես չեմ մասնակցել, ոչ ես Արցախից եմ 070 կոդը չեն տվել։ Չնայած ազնագիրը հաստատում է, որ ես իրավունք ունեմ մասնակցելու ընտրություններին, բայց քանի որ թուրք Նիկոլը եւ այս թուրքական իշխանությունը չի ուզում եւ կեղծում է, ճիշտ է լանում է, որտեղ մենք հանգրագետ ենք։ Նիկոլը ձերբակալում է նրանց, ովքեր բարես բուն իմաստով չհասունացած բութեր են։ Ես իմ խոսքից պատասխան եմ տալիս։ Ինչի՞ չի ձերբակալում։ Ես 2 տարին նամից ամեն ինչ գրում եմ Facebook-ում, բայց ջնջում եմ։ Կարող է քիչ-քիչ հայրիկ հերթը ձեզ էլ հասնի։ Հասնի, որտեղ իրանք այդքան ուղղություն է որ ձերբակալեն։ Պետական իշխանությունը չնչին տոկոս է։ Նիկոլը եւ իր այդ թուրքերը չեն կարա իջել։ Կարծում եք հաշվում են գանգատուփի պարունակությունը ձերբակալելիս։ Ամենահզոր զենքը մտածող ուղղն է, որը ունի 9 միլիարդ բնակչությունը։ Մենակ լափելու համար է։ Իսկ ով ասե որ Յանով մարդը հայ է։ Ով ասե։ Դուք ինչ եք աշխատել նախկինում։ Ես նախկինում Արցախից եմ, բայց 11 տարի աշխատել եմ լամպերի գործարանում, անտեղը ստացել եմ կոմունիստական կուրսակցության։ Են կարող գործ կարել, ասել լամպերի գործարանը թալանել եք, կոռուպցիոներ շարքային չինով։ Չի կարա, իրանք այդքան ուղղ չունեն։ Ոչ Նիկոլն ունի, ոչ է որևէ քննիչ մտել եմ հակակոռուպցիոն կոմիտե, գլխավոր դատախազություն, վարչակեղտի ընդունարան, ամենտեղ ասել եմ։ Պատին գրված է վարչակեղտի ընդունարանում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որ սխալ է գրած, պարտադիր պետք է գրված լինի Հայաստանի Հանրապետության պետականության անօրեն ոչ լեգիտիմ կառավարություն, նույնը դատախազություն, նույնը հակակոռուպցիոն փախնում են, բայց բոլորին ձերբակալում են, բայց թող ձերբակալեին, եթե ուղղ ունենային։ Սահմանադրական դատարանից դուք ինչ որ ակնկալիք ունեք թե ոչ։ Ու Զիբիլյանոցներ ստեղել եմ գրել։ Զիբիլյանոցը, ցանցել եմ դիմել, ով իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կոչված Հայաստանի Հանրապետությունում հայ ազգի պատմական սեփական բնատարածքը նվերի երկու քոչոր թուրքերին։ Ձեզ ասում են մնայիք Արցախում պաշտպանեք, չգայիք։ Հետո ասել, այդ անասունը որ չստորագրել Փաշողլին հոկտեմբերի 6-ին 22 թվականին Արցախը բանը Ղարաբաղը Ադրբեջանը այդ դրա պատասխանը մենակ ես գիտեմ։ Ու բոլորը ասում են խելացի եմ։ Ու չհասունացած բութեր։ Նախկիններն են տվել, մենք չենք տվել։ Չեն տվել։ Հետ Շահրամանյանն է տվել ասում։ Կեղտը ուտմա իրա կեղտոտ բերանով, ասեմ, Շահրամանյանը չի տվել։ Ինքը հոկտեմբերի 6-ին, եթե չստորագրել Ղարաբաղ Ադրբեջան, դա գլխավոր իմաստը։ Մի րոպե։ Տվել են, ասում են նախկինում տվել են։ Նախկինում չի տվել։ Պուտինն է տվել։ Մի րոպե ասեմ, ասում է Պուտին Ռուսաստանն է տվել, ճիշտ է։ 23 թվականին ռուսական զորքն ընդեղ է, ճիշտ է։ 9 ամիս բլոկադա ենթարկեց 22 թվականին ինքը ստորագրեց առանց Ալիևի Ղարաբաղը Ադրբեջան։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է որ մենք ոչ թե ղարաբաղցիներ ենք, մենք Հայաստանի 150,000 բնակիչներ, Հայաստանի ազնագրով 37 տարի թալանել ենք Ադրբեջանի Ղարաբաղ տարածքը։ Այն ասում որ դու ստորագրում ես։ Դու դրա իմաստը չպետք է իմանաս։ Դեռ մենակ ստելու համար է կեղտոտ բերանը։ Ահաբեկիչներ որպես ագրեսոր կարող են նաև դատել։ Ով Հայաստան եթե մենք կարանք մնանք ոնց խորհրդային միությունում ապրել ենք, բայց այս պատերազմները որ չլինեն կարայինք ապրենք, բայց քանի որ այս պատերազմները կար, ասեմ, ինչ է նշանակում ինքնավար բառ, գիտեք, ոչ մեկը չգիտի, իդից բացի, ինքնավար բառ նշանակում է, մենք գիտենք որ խորհրդային Հայաստան սովետական միությունում կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, Նախիջևան ինքնավար հանրապետություն։ Այդ նույն ժամանակահատվածում խորհրդային Հայաստանում ապրում էր մոտ 120,000 թուրքեր։ Ինչի՞ սրանց խորհրդային միության ղեկավարությունը չտվեց ինքնավար շրջան, ինքնավար մարզի կարգավիճակ, բայց հայերին սիրուն աշկերի համար կամ քանակի համար չի տվել ինքնավար բառը։ Խորհրդային ղեկավարությունը ինքնավար բառը տվել է այդ տարածքում որտեղ ապրում են հայերը, ստեղծվել են այդ տարածքում հայերը եւ ձևավորվել են որպես ազգին են տվել ինքնավարություն քոչվոր եկվորների կազմում։ Փորձում եք ապացուցել, որ դա մեր պատմական հողն է։ Չի կարա այդ բանը։ Մեր պատմական չի կարա։ Բոլորը գիտեն իմ հասցեներ հեռախոս համար, ամենտեղ կա, այս կեստոտը ամենտեղ կա
Չեն կարող։ Չեն կարող։ Հայրիկ այսօր Ազգային Արման համար, լայքի համար բռնում են։ Էլա հերախոսից համարները անուն ազգանուն հասցեն ազգային անվտանգությունում էլ կա, գլխավոր դատաղազությունում էլ կա, 5 անգամ գրել եմ, չի պատասխանել։ Այս 3 անգամ էլ փաշոլուն եմ գրել։ Մտնում հակակոռուպցիոն փախնում են դեմիցս։ Բայց որ դուք գտել բակալ։ Մտնում են քննչական կոմիտե, ասում այս պատիվը գրած Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, պետք է գրածինի Հայաստանի Հանրապետության պետականության անորեն քննչական ոչ լիգ։ Դուք այս հարցի լուծումը ո՞նց եք պատկերացնում։ 3-4 օր միտինգ։ Հերիկա, բոլորը կպան, մարդիկ ճշմարտությունը չգիտեն։ Իսկ ով ասե որ եղել են նույնիսկ տասնյակ օրեր միտինգներ եւ չի հեռացել։ Ուսին եմ խնդրում։ 24 թվականին ասպես կոչված Սրբազանի 5 անգամ բացատրել եմ։ Մի գիտեմ, միտինգ անոնները անգրագետ են։ Ուղղակի բացակայություն ունեն։ Ասեմ, ճշմարտությունը այնա, որ ասում գրագետ եմ։ Հասարակ հարց, ասում եմ, քանի ազգ է ապրում Հայաստանում։ Այս հարցին յուրաքանչյուր ոք պատասխանելու համար պարտադիր պետք է իմանա ինչ է ազգը, ազգի բնորոշումը իմանա, դրանից հետո պատասխան։ Ազգի բնորոշումը ես եմ գրել, Ստալինի գրած ազգի բնորոշմանը ես 3 կետ ավելացրել եմ։ Եթե ես գիտահետազոտական աշխարհ։ Հա, բայց գիտահետազոտական չէ, ճշմարտություն է։ Դուք գտնում եք 3 օր միտինգ անը, 3-4 օր Փաշինյանը կհեռանա։ Կփախնի, ասեմ։ Հայաստանում հասարակած տուն կա, հասարակած տուն, են էլ պետական։ Հենց, ասեմ, պետական կառավարության ամառանոցը, որտեղ Փաշոլին, ինքը 30 տարի պետականորեն Զաքսով ամուսնացած չի, ինքը պետական կառավարության ամառանոցը դարձել է պետական հասարակած տուն։ Շնորհակալ եմ շատ։ Մենք զրուցում ենք մեր քաղաքացիներից մեկի հետ։